Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Թոմաս Մանտոն, օր օգոստոսի 16։ Տվեք Տիրոջը իր անվան փառքը, երկրպագություն տվեք Տիրոջը սրբության զարդարանքով։ Սաղմոս 29-րդ գլուխ 2-րդ խոսք։ Մեր երկրպագությունը ճշմարիտ է, երբ այն մեզ դիտող բոլոր մարդկանց կամ անգամ ինքներս մեզ հռչակում է, որ մի մեծ, անսահման և հավերժական զորություն, որը կանգնած է բոլոր պատճառների ակունքում և կառավարում է ամեն ինչ իր կամքի համապատասխան, կենդանի անձ է։ Ավաղ շատերի պաշտամունքը իրականում բացահայտ աթեիզմ է։ Նրանք իրենց սրտում ասում են, թե Աստված չկա, կամ իրենց վարքով ցույց են տալիս, որ չեն հավատում, թե Աստված կենդանի է։ Մի՞թե վայել է այդքան փառավոր Աստծուն այդպիսի մահացած պաշտամունք մատուցել։ Իսկ նրա ողորմությունը երևում է քո հավատքի և վստահության մեջ, նրա մեծությունը քո խոնարհության և ակնածանքի մեջ, նրա բարությունը քո հոգու ցնծության մեջ, նրա մեծությունն ու արդարությունը նրա գահի առջև քո դողալու մեջ։ Պաշտամունքը պետք է նման լինի նրան, ում պաշտում են, այն պետք է իր վրա կրի նրա կնիքը։ Այդ պաշտամունքի մեջ գլխավոր գործողը պետք է լինի հոգին, ոչ թե մարմինը կամ մարմնի որևէ անդամը։ Հոգիները հաղորդակցվում են հոգիների հետ, իսկ մարմինը պարզապես գործիք է, որը գործի է դրվում հոգու կողմից։ Մարմինը չպետք է առաջնորդի ու ղեկավարի հոգին, այլ ինքը պետք է առաջնորդվի հոգու կողմից։ Ուստի քննենք ինքներս մեզ. արդյոք մեր հոգին ներկա է, քանզի հակառակ դեպքում պաշտամունքի ամենաէական մասը բացակայում է։ Եթե պաշտամունքի ժամանակ զբաղված են միայն լեզուն և մարմինը, մինչդեռ սիրտը այլ գործերում է զբաղված, ապա ձեր վիճակը ոչ ճիշտ է, ոչ էլ վայել Աստծո առջև, այն կենդանի Աստծո, ով հոգի է։ Հարցրեք ինքներդ ձեզ. իսկ որտեղ է իմ հոգին այս պաշտամունքի մեջ, և ինչ վիճակում է այն Աստծո առաջ։